եւ կայացնելու ենք միակ ճիշտ որոշումը։ Ձեր երկրորդին ասում է, որ դուք այստեղ այս երկրում երկար դեռ պլաններ ունեք, ինչ պլանների մասին է խոսքը։ Դե դուք գիտեք ինչ պլաններ, եթե մենք արդեն ունենք կուսակցություն, Փաշինյանին կերացնենք, հետո կձևավորենք կառավարություն։ Ընդդիմությունը ասում է, որ ընտրողների միջև հետ հանդիպում կազմակերպեցիք Տաշիրյանին, ձեր ընտրողների հետ հանդիպում կազմակերպեցիք բարձելու համար, ի վերջո ինչ են ուզում ձեր ընտրողները վերցնել մանդատները, թե ոչ։ Ի վերջո նրանց մեսիջը ձեզ որն էր, վերցնել թե ոչ։ Մեսիջը մոտավորապես այսպիսին է. 40%-ը դեռ էմոցիաների տակ են, դրանցից ինչ որ մարդիկ դեռ պրովոկացիաներ են անում, 40% ասում եմ մի վերցրեք, այո։ Ցանկանում են չվերցնենք։ 60%-ը արդեն սկզբում դա հակառակն էր։ Հիմա արդեն սենց է։ Ասում են վերցրեք մեծամասնությունը մի խոսքով։ Պետք է կորցնենք։ Մենք ի վիճակի ենք մեր ճիշտ որոշումը կայացնել։ Իհարկե բոլորը խոսելու իրավունք ունեն, բայց մեր տեղը չունեն։ Մենք ի վիճակի ենք մեր քայլեր անենք։ Իրենք մեզ չեն օգնել քայլեր անելու, որ կան հիմա էլ խորհուրդներ կան։ Պարոն կապիտան, ընդդիմությունը ասում է միջև վերջ գնալու է, միջև վերջ ասելով ինչ նկատի ունեն։ Միջև վերջ։ Այսօրվա մինչև վերջը Փաշինյանին հեռացնելն է։ Դրանից հետո կլինեն ուրիշ քայլեր։ Պարոն Կարապետյան, Փաշինյանին հեռացնելու տարբերակի մասն եք որ խոսում, փողոցի ժողովրդի ուժը գեներացնելը նկատի ունեք նաև այստեղ։ Նայեք, եթե մենք պահը գնահատենք, որ դրա անհրաժեշտությունը կա, իհարկե մենք դա կանենք։ Բայց այսօրվա դրությամբ այս երկրում փողոցային միայն Փաշինյանն է։ Դրա համար մենք գնում ենք օրենքով գնացել ենք սահմանադրական դատարան։ Հիմա տեսնենք սահմանադրական դատարանի որոշումը։ Դրանից հետո մեր հաջորդ քայլերը կպլանավորենք։ Հիմա եթե մենք թեկուզ շատ քիչ, բայց հույս ունենք, որ մեր առաջարկած երկու պայմանը կարող է ընդունվի, ինչի համար նոր քայլեր։ Հիմա միգուցե սահմանադրական դատարանը չեղյալ է համարում ընտրությունները, կամ երկրորդ փուլ են գնում։ Դրա համար նոր հարցեր մենք չենք ուզում քննարկենք, ամեն ինչը իր ժամանակ ունի։ Շնորհակալություն։